Աղջիկներս նոր ընտանիքից եկել գնում ներկատարած, այստեղ բուսայով եմ գնել, այստեղ երեխեքի համար ժելե կոնֆետներ, այսպես, այստեղ բանան եմ վերցրել, այստեղ սուպչիկներ, շաքարավազ, նորից, տվորոգներ, յոգուրտա, տվարոշնի, այսպես, սպագետի, կոնֆետ, շոկոլադ, լիմոնի համար և այսպես, և ամենակարևորը մալինայի մուրաբա, որ երեխեքին քայտան մալինա, որ ավելի շուտ լավանա, հաճա՞, բացի բոլս, կոնֆետենցայա, համովար ասը, Արսենին, Էրիկին, տատիկին, պապիկին, Էլինային, սաղթմար բերել եմ բալս, կտավներ է կտանես, երկար 70 ռումլի, 276 չայի հիմա բերի, ասը խմեն, Հայանի չայ, կմեն լավեր, Էլի խմեն, այս են անել, կարան չխմեն, ոսան, սամունը թագեն, սիրուններս իրենց ես լապշան սարքեմ, ամեն օր չեն ուտում, պես քանի որ հիմա հիվանդ են ու ոչինչ կարելի ասել չեն ուտում, ասացի սարքեմ ուտեմ, պես ջուրը պետք է ծասկի ոնց համար, ծասկես կահալի, ասի չափանցնել չի կարելի, այսպես, մի հատ է չայ սարքեմ մալինայով, որ ավելի շուտ լավանան, Էլինաս գիշերը ջերմություն էր տալիս, միջև դեղ եմ խմացրե, քնացրե, իմը ինձ ասը, 3 անգամ խմեն, արդեն, հիմա արդեն լավ են, Արսենս որ, Զարթնար, բայլուս, մոշնը, մամա կումարել արեկյան, ես ագնական շորը էտ չոխեն, գնանստի գալիս է, Երեխեքին մալմելատներ եմ տվել, ասում բանի ինձ մոմ անորով իրկացել, քեզ են եմ առել, կյանք, Ուրին այս է սարքեն, Արի ախորժակ, գնացի տեղերը սավայք եմ,
դարձում այսպիսի ահավոր եղանակ է աղջիկներ ջան, համ անձրև է գալիս, համ ձյուն է գալիս, քանի որ սիրուններս մեկնաբանությունների բաժնում ասել էի գրեք ինչպես ձեզ դիմեմ եւ կարելի ասել 90%-ը գրել էին Աննա ջան աս աղջիկներս, որովհետև մենք արդեն սովորել ենք աղջիկներս բառին, խոսքին եւ մենք տենց քեզ ավելի այսպես մոտիկ ենք, մեզ հարազատ 100 տարվա հարազատ ենք զգում, այդ իսկ պատճառով կասեմ աղջիկներս, իսկ ովքեր որ կնեղվեն այդ խոսքից, կարող են ուղակի չդիտել իմ վլոգները, դուրս գալ եւ վերջ որովհետև 90%-ը գրում էին Աննա ջան, ասա աղջիկներս։ Ես աղջիկներ ջան, որ սրտանց եմ ուզում խոսել, ոչ թե ձևական, ինչ որ հատուկ խոսքեր հորինեմ, որպեսզի ձեզ դուր գա կամ չգիտեմ ինչ։ Ասեցի մի հատ ձեր կարծիքն էլ իմանամ էլ, ինչպես կարելի է ասել, որ ավելի բնականին մոտիկ լինի, ոչ թե արհեստական հնչվի։ Դա էլ բոլորը այսպես ասեցին Աննա ջան, ասա աղջիկներս։ 56 տարեկան կանայք, որքեր գրում էին Աննա ջան, ասա աղջիկներս, որովհետև մենք դրանից մեզ ավելի լավ ենք զգում, ավելի ջահել ենք զգում։ Այդ իսկ պատճառով ասել եմ աղջիկներս ու կասեմ աղջիկներս։ Էլ ոչ մի խոսք այդ մասին, որ անուն փոխեմ, կամ խոսք փոխեմ, չգիտեմ։ Ես ինչպես կամ այդպես խոսում եմ, ձեզ ինչպես ընդունում եմ, այդպես դիմում եմ։ Որովհետև դուք արդեն իմ հարազատներն եք, արդեն 5 տարի այսպես խորացված վլոգ եմ նկարում ու դուք մեր կյանքում եք, մենք էլ ձեր հետ։ Դրա համար աղջիկներս, ես ճիգյարով եմ ասում աղջիկներս, իմ մոտ արհեստական ոչինչ չկա։ Եթե պետք է արհեստական ամեն ինչ լինի, ավելի լավ է չլինի։ Այդպես լայն դոխին նայեք ինչ սիրուն անստել ծառի վրա։ Մի հատ նայ, միշտ այդտեղ նստում է։ Ահա Հիմա սպիտակեղենը փոխեմ սիրուններս, քանի որ երեխեք սիվանդ են, ես շատ շուշուտ եմ սպիտակեղենները փոխում, լուսամուտները բաց եմ թողում, ինչքան էլ ուզում ա ցուրտ լինի, պետք է սենյակը օդափոխվի։ Այնով եկավ։ Yes. Կերար բալեսախ։ Չէ։ Բա։ Սիրուններս այստեղ Արսենը նվեր ունի։ Հələ մի հատ գուշակեք տեսնեմ ում կողմից է, հələ մի հատ գրեք։ Նայեք, այսպիսի սիրուն բլուզ է, Աքսան տատիկն է գնել, Աքսաննան, դե իմ երեխեքը իրան տատիկ են ասում, բայց ես Աքսան եմ ասում, նես չի որ ասում եմ Աքսան տատիկ, այսպես սիրուն վերև է, դեռ չեմ հագցրել Արսենին, տեսնեմ հագ կլինի, թե ոչ, ես էլ սիրուն այսպես ժակետ է, հենց այսպես ժակետ Էրիկն էլ ունի, սև տեսակը, դպրոցում է հագնում. Քանի որ այստեղ դպրոցում արգելում են այլ գույնի հագուստներ հագնել, պետք է միայն հագնել սև եւ սպիտակ, այսինքն տաբատը սև, վերնաշապիկը սպիտակ եւ կապույտ, ուրիշ ոչ մի գույն, մուգ գույններ պետք է լինի, հա, այսպես ասեմ։ Ահա, ապրես Աքսաննա ջան։ Աստեմ շուշուտ գործս անեմ, սիրուններս, ու գնանք կոֆե խմելու։ Խանութ գնալուց անենց ընկա, անենց ասենց սառուց էր։ Ես ասեցի վերջեսա ոտս կջարդեմ կամ ձեռս կջարդեմ ու այդպես խոսալով Գյորգի հետ գնացի խանութ եկա լստենայեք ես էլ Աննա հարսիկներ առել խորեն հոպարի հետ սենց Էրիկի առած մեքենան արդեն տեսել եք տատիկ պապիկը գումար են տվել գումարին իրանց համար ինչ-որ մի լավ բան կգնեմ Ես իրանց գումարներ ընդհանրապես չեմ սիրում ծախսեմ ինչ-որ կարիքներ հոգալու համար, եթե իրանց գումար են տալիս, ես պարտադիր իրանց համար ինչ-որ հետաքրքիր բաներ եմ գնում, կամ խաղալիքներ, կամ հագուստ, ինչի որ կարիք ունեն, էլ այդպես ասեմ։ Ես սիրում փոքրիկ մեքենաները։ Ոյ, ուր ես գնում։ Սենց դնում է, սենց, այսպես։ Թռնում է, գնում է, սենց այնտեղից դուրս է գալիս։ Հոպա, Արսենը հիմնականում մեքենաների սիրահար է, այնքան մեքենա ունի, սենց, են Էրիկի մեքենան է եղել, արդեն կարելի ասել 7-8 տարվա պատմություն ունի, պետք է այս ամբողջը հավաքեմ, ես ես վերջում առանք, որ հիվանդացել էր, չէր կարողանում տեղից այսպես վեր կենաս, ես սպասի Գյորգի
ավտո տանենք, միգուցե վեր կենա էլի։ Ու այդպես վեր կացավ մի կես ժամ խաղալեց, նորից պարկեց, շատ թույլ էր, իսկ հիմա արդեն լավ է։ Այս այնքան պատոշ մեքենա էր, Արմինյանք էին արեն նոր տարվա ժամանակ, թե որ եկել էին այդ ժամանակ, չէ, եկել էին այդ ժամանակ էին բերել։ Ու այդպես 1000 տեղ քցրեց, վերցրեց։ Նույնիսկ կեսը թափել եմ աղջիկներ ջան, ինչ որ խաղալու չի, ջարդված է, ակը չկա, չգիտեմ ինչի չկա, իրանից թափել եմ։ Ահա։ Աղջիկներ ջան եկել ենք Աննաստուն։ Մարիան Հիվանդը, եկել ենք Մարիայի տենալ, հա, եկել ենք Մարի նշկային տենալու, երեխեքը տանն են չեն բերը հետներս, կուխնյայում են, թե տանն են, ոնց էլ էլի խորենը տեղ կլնի, մենք միշտ են ձեզ ես մասից ենք միանում, լավ, հայս թազեք, նա? Молодец. Տեսասի դավայ, ուստե տանի, դաժե աշխարհարկար չտվել։ Տուտուր ես տանեմ, հա? Համի ժայտ ես անում, էտի մսաղը բանով է կերսնում, այդ խանգալուղ մլուղ հատալի։ Հա դա, նոս ոսի տենանք ինչ եկել։ Հետ էլ տենք էլի ծախի։ Անա։ Հա, այսօր գրուպն տեսա մեր Պետրային։ Ահա, տակը մորացա, լայգը դդեմ։ Լավ է, դրամաննային լատենամ ինչ անեմ, միլիարդ ենք շահել։ Դելի չնուր կար։ Մաչանուկ դերի, կաղավի, համար հետա բանի։ Անիկ կուրտ, ետ Գյորգի ճան, կոպե պտի խմենք, նոր գնանք։ Մեր տուն, միացրու։ Բարի առավոտ աղջիկներս, վլոգը դեռ շարունակվում է, ինչպես տեսակ, Աննաստանը սուրճ խմեցինք, վերջացրեցինք, այդտեղից էլ չեմ նկարահանել, առավոտ շուտ միանում եմ ձեզ սուրճով, վլոգը շարունակվում է, ձեզ բարի դիտում, մեզ էլ բարի ժամանց, մնացեք մեզ հետ և տեսեք ինչպես ենք այսօրը սկսում և վերջացնում։ Եվ իհարկե ձեզ լիքը պատճիկներ եմ ուղարկում, սրտիկներ եմ ուղարկում, շնորհակալ եմ ձեր մեկնաբանությունների և հավանությունների համար։ Այստեղ երեխաների համար սպագետի եմ պատրաստում, Սուսան տատիկը այստեղ ժարիտ է պատրաստում, խոզի այսպես յուղով, հա, եթե սիրում եք, ապա գրեք տեսնեմ, սիրում եք, թե ոչ, շատ համեղ ժարիտ է ստացվում, սալով էլի, ոչ թե յուղով։ Նույն բանն է, սալը հալացնում ես յուղ է դառնում, բայց սալով ավելի այսպես խրխրտան է ստացվում ժարիտը, մի հատ դուք տեսքին նայեք, համի մասին էլ չխոսամ։ Մեր հողամասի վարունգի թթունը, ժարիտը թթուն, տոլման, հացը տակ, աստեղ ծիծակ ունենք, եսա ծիծակը հանենք։ Հին հացը տնում ենք Հին ժարիտի հացը, մի օրվա հացը։ Գազարով բերեց, ես ամաներ լսնենք ու վայլենք։ Հնարմասնում ենք և հմա շատ համեղ Համով է, այդ նազրվանն է։ հա, Բասմ են նազրվանի վարունգը թթու չի ես ամոս կյանքս նազրանով եմ երյանա։ Ես Հայաստան, դեղ որ մնում է երկու հարգանի տունը, աշխարհն բոստան, ես նազրվանով եմ երե։ Երիգուն հավաքում էի մանրը, որ առավոտ միտև առավոտ շատ չխոշրնում։ Կարի շոկը որն է։ Կարնիշոն, ռուսական վարունգին մենք սրանք կարնիշոն ենք սում։ Ես շատ գիտեմ, կարնիշոն հայաստանցի գիտեմ։ Աղջիկներս հաց կերանք վերջացրեցինք, հիմա մնում եմ հաները լվանամ, սկեսուրս, այսինքն Սուսան տատիկը, Ստյոպ պապիկը և Էրիկը գնացին Աննայանց տուն, Մարիան հիվանդ էր, գնացին երեխուն տենանգան, այստեղ միս եմ հանել, համ աղացած, համ էլ ոչ աղացած, պետք է աղամ, որպեսզի պիլմենի պատրաստենք, տոլմա փաթաթեմ, տեսնենք, այսքանը շատ է, հա, պիլմենու համար, ամեն դեպքում ուզում եմ տոլմա էլ փաթաթել, հեսա կաղամբը կխաշեմ, այստեղ խմոր եմ հանել, այն խմորն է, ինչ թխեցինք, գաթա թխեցինք, տարեգաթ են թխեցինք, մի լիստը մնացել է, պետք է խաչապուրի պատրաստեմ, քանի որ շատ լավ բարձրացել էր, այդ իսկ պատճառով պանիր ունեմ ճորկած, Արսենի ծնունդին, որ սունկը պատրաստեցինք, այսպես պանիր էր մնացը, հիմա խաչապուրի կանեմ, երեխեքը արդեն փառք Աստծո դզվում են աղջիկներս, լավանում են, հիմա արդեն համեմատած մնացած օրերի շատ լավ են,
Այդպես սիրուններս վլոգը շարունակվում է, մեր մոտ այսպիսի մռայլ եղանակ է, բայց դա մեզ չի խանգարում, որպեսզի այսպես ուրախ տրամադրությունով անցնենք գործի։ Սեղանը հավաքել սրբել է, մնում մամանները լվանա, այնտեղ ամեն ինչ դասավորված է, մաքուր է, այսքանն էլ հավաքում եմ ու վերջ։ Հիմա վայրկյանական միած սենց ենք անում, մաքրվում է։ Լվացք եմ միացրի աղջիկներս, կարող է մեքենայի ձայնը կա, սպասեք դուրը փակեմ նոր կամ, այդեղ շատ այլ է սենց շում անում։ Հիմա անցնենք արագ հավաքեմ, որպեսզի երեխաներին պետք է լողացնեմ երեքին էլ, մի հատ կլողացնեմ, տակ չայ կխմեն ու այդպես կանցնենք առաջ։ Հիմա ինչ եմ անելու, այս երկու ամանը լվա մի հատ միասին սուրճ խմենք, ասել Էլինային, կասեմ կոֆե խմելու, ինչքան ժամանակ է ձեր հետ կոֆե չեմ խմել, ուղղակի դրել եմ, բայց չեմ խմել։ Մեկ կարոտում եմ այն օրերը, որ նստում ենք ժամերով, խոսում ենք, անցած վլոգները որ նայեք, ժամերով զրուցում ենք։ Հիմա, քանի որ այսպես երեխեք ես վիճակում են, գործերն է շատ է, չես հասցնում 2 րոպե նստես։ Սեղանը ստեղ սրբեմ, սիրուններս խմորը կպատրաստենք միասին։ Խմորը հեշտ է, աղա, ջուրա, ես մի փոքր պեսոկ եմ անում, ձույա և ջուրա, վերջ։ Ուղղակի շատ մի քիչ պինգոտ պետք է անենք, որպեսզի ջրիկ չլինի, հա, խմորը ձիգ լինի, որ կարողանանք բացել։ Հիմա կանենք, ես ամանները լվա մի հատ կոֆե խմենք ու նոր մազերի դիմակ եմ ուզում դնել, շատ եք գրում մազաթափության դեմ դիմակ, դեմքի դիմակ, դուք պետք է այն ժամանակ ինձ հանդիպեք, այն ժամանակ, որ մենակ երիկս էր, ես էլիքը ժամանակ ունեի ինձ տրամադրելու, հիմա էլ եմ տրամադրում, բայց ոչ այն ժամանակվա նման, հա, այն ժամանակ լրիվ այլ էր, անընդհատ խանութ էի վազում, վիտամիններ էի առնում բերում, այ Հիմնականում ինչ օգտագործում եք, աշխատեք A և վիտամինը ձեր ձեռքի տակ լինի։ Ինչպես ենք ջուր էկոնոմի տանում, ամանները լվալու համար գուբք են, արդեն թրջում եք, այս նիկոգելը համ ամանների համար է, անենց հա ճրճրցնում ամաններ չեք պատկերացնի, և ասում ամանների պաստեն գլուխը քարնատվե իրա մոտ։ Ահա, հիմա տեսեք ոնց հա ճրճրցնում։ Ինչ էի ասում, այն ժամանակ շատ էի դիմակներ դնում, շատ, հիմա նորից կդնեմ, բայց մի փոքր երեխեքս լավանան նոր, որ հանգիստ կարողանան զբաղվել խնամքով, հա, ահա, նայեք ինչ ընտիր թրփուր է տալիս ու ընդհանրապես Եմ որ մի հատ յուղի գրամ վրան չի մնում ամանների։ Մենակ ջուրը ծախսում ենք, ազատ ջրելուց։ Էկոնոմիա ենք անում աղջիկներ ջան, ջրի էկոնոմիա, դասագրքերում էլ է գրված, որ եթե ատամ եք լվանում, ջուրը փակ պահեք, մազերն եք լվանում, ջուրը փակ պահեք, էկոնոմիա արեք, որպեսզի ջուրը բավականացնի։ Հենց տեսնում եք ջուրը պակսում է, մի փոքր նորից խոնավացնում եք գուբկան։ Երեխեքի դպրոցական մանկապարտեզի շորերը պետք է հարտուկեմ։
Նոր տարուց հետո բավականին գործեր ա կուտակվի աղջիկեք ջան։ Մենք մաքրություն ա պահանջում։ Սերվանդը պետք ա լվանամ, շուշեղենները դասավորեմ, կեսը հանեմ, կեսը դասավորեմ։ Ձեզ կմոտիվացնեմ իմ գործերս էլ առաջ կգնա։ Արմինեի հետ որ խոսում եմ, ինքը գործանում, ասում եմ, դե ես կո մարի խոս այքեր իքա գործանես, զանգել եմ գործանես, թե բանը խոսանք, ասում է, այդ որ դու զանգում ես հեռախոսը դնում ու գործ ես անում, ես կեզ բան եմ ասում, թեմի իրան դա, երեք ասում եմ ալիք բացի, ասում եմ իչև ալիք բացի, իչև մարդ հավակվի, իչև էսեն են, ասում աղջի ջան դու բացի, մարդ հավակվելու մասին իմ մտած, իմ հետևորդները սաղ կեզ են սպասում, չի բացում ու վերջ, անեն շղշղկան գործեր անում աղջիկեք ջան, որ անկախ քեզանի մոտիվանում ես էլի, ինք ավելի լավ մոտիվացնեմ, քան ես։ Բայց չի բացում։ Հա, Այլինա ջան, տես ավելի կգնում ես, ապոտները հագնես, կանգնես։ Հա։ Ո՞վ է ջղայնացի Արսենի վրա։ Մասնապի ջղայնացի Արսենի վրա։ Ես չեմ ջղայնացի Արսենի վրա։ Աղջիկներս, արդեն գիտեք քանի նամակ եմ ստանում, որ ասում են Աննա ջան, երեխաներս քո ձայնը լսելով քնում են։ Հիմնականում, որ ես էլ իմ երեխեքին քնացնում եմ, ինձ որ զանգ ա գալիս, խոսում եմ, ասում են երեխեն քնում ա, ոնց ես խոսում, չի բանանում, զարթնում, ասում եմ իմ երեխեն իմ ձենի տակ քնում ա, ձեր երեխեքն էլ են իմ ձենի տակ քնում, որի համար շատ ուրախ եմ, ասեք ժամերով խոսամ, երեխեքն են երկար քնեն իմ ձայնի տակ, միակ սպասեք մամաս ասանքում, տեսնեմ ինչ ասում ու միանամ ձեզ։ Ձերներս չորասնեմ։ Աղջիկները սամանները լվացի, դասավորեցի, մամայիս հետ խոսալով ամբողջ տներ էսպես սրբեցի, փայլացրեցի, մաքրեցի, հավաքեցի, երեխեքից լողացրեցի, հիմա գասենյակներն եմ փայլացրել, հիմա տանեմ Էլինաս ու Արսենս քնեն, սպասեմ Էրիկը գա, չգիտեմ Էրիկս երբ կգա, մինչև Էրիկս գա, երեխաները կքնեն, Էրիկիս է կլողացնեմ, նոր իրենց հագուստները կարդուկեմ և կարելի ասել վերջ կանցնեմ պատրաստման, մինչև խմորը փափկի, կգամ արդեն խաչապույները կպատրաստեմ, մսերը դեռ հետ չի եկե, սպասեք մի հատ ջուր խմեմ ու նոր գնամ։ Ոնց որ ես էլ եմ հիվանդանում, ոնց վիրուսները տարածված, աղջիկներս եկեք միասին պատրաստենք պիլմեն ու խմորը, երեխեքին քնացրեցի ու միանգամից անցա խոհանոց, որպեսզի արագ պատրաստեմ, որ հասցնենք այսօր պատրաստել։ Հիմա ինչ ենք անում, վերցնում ենք ալյուրը, մոտավորապես ալյուրի մոտ 2 կիլոգրամ է, վերցնում եմ 3 ձու, 1 թեյք տալ շաքարաբազ, աղ, ըստ և ջուր, ջուրը այնպես ենք լցնելու, որպեսզի խմորը ջրիկ չստացվի, շատ այսպես թույլ չլինի, պիլմենու խմորը պետքա շատ ձիգ լինի։ Հիմա ես պետքա ջուրը լցնեմ, ստանամ լավ այսպես ձիգ ամուր խմոր ու ձեռք չեմ տալու, թողնելու եմ մի ժամ հանգստանա, հետո նոր պետքա իրան լավ հունցենք։ Կարող եք ծեծել, 1000 անգամ ծեծում են, 100 անգամ ծեծում են, բայց ես չեմ ծեծում, ես ուղղակի մոտավորապես 3-4 րոպե լավ այսպես տրորում եմ, հունցում եմ, այսպես ասեմ, ու ստանում եմ ընտիր յուրահատուկ գլատկի խմոր կպատրաստեմ, ընթացքը կնայեք և կտեսնեք, թե ինչպես է խմորը բացվում, ճտճտան, այսպես ընտիր խմոր է ստացվում, էլ չասեմ։ Հիմա այս ընթացքում տղաների համար սուրճ եմ դնում, խորենը մեր տանն է, իրանց սուրճը լցնեմ ու անցնենք շարունակենք խմորը պատրաստելուն։
Հələ նայեք ինչ սիրուն ձյուն ա գալիս, իսկական ձմեռ, հələ տեսեք, հենց նոր տեսայ, իսկ ես ռազմի ժամը ասում ա ձյուն ա գալի, ես չեմ էլ լսել, նայեք։ Ջուլբաս, տուն անցի շուշուտ, շուշուտ, լնայ, լնդե, տուն անցի շուշուտ, երկուսը վազում են, Էրիկս եկավ, Էրիկ ջան գնա դու էլ լողացի, բալես, հա բալես, Мама, Ջան, соседний Это уже не соседний, արդեն մերն է, աղջիկներս Գյորգին նոր աշխատանքից տուն եկավ, Բարնի է բերել, դե գիտեք Արսենի ծնունն էր, պետքա մանկապարտեզ տանենք, բոլորը նույն տեսակներն է, նույնից է, 27 երեխա են, 27 երեխայի համար պետքա պատրաստենք, այստեղ էլ հյութերա, այստեղ գումարը 1300 ռուբլի, Շատ է։ ինչն է շատ բալես, Այս 1300 մենակ հյութերն է, Բարնիները 223 ռուբլի մի հատը, սենց տուփով, այսինքն 200, ասում եք Աննա ջան, դրամով ասա, ինչքան դրամա, տակ, կարամել, չուպաչուպսների տուփը 69 ռուբլի է, սենց, մոտավորապես, ինչքան է գալի, 100 ռուբլին 450 է, չէ, թե 500 է, Արմինեն ասես թանգացել է ռուբլին, նու 1000 ռուբլին գալիս է 5000 դրամ, 300 ռուբլին գալիս է 6.5-7000 դրամ մոտավորապես, այսպես ասեմ, պետք է ուպակովկա անենք, որ առավոտ շուտ Գյորգին երեխեքին տանի մանկապարտեզ, Արսենին, Էրիկին դպրոց, այստեղ ես արդեն այսպես սիրուն սելոֆաններ եմ պատվիրել, հիմա կդնենք, շատ լավն է, Մամա, Էրիկը որ խոսում ասք, ես ես ասում ոնց որ արտերկրացի լինես, նենց ես խոսում հայերեն, շատ լավն է, դելը մի հատ բացի տենանք, Բարնիները բացի լա, լսի, հա, это мне? չէ, բացի, որ լսնենք, քանի դեռ երեխեքը քնած են, մենք արագարանք, մենք գործ անենք, տենց հա, Это, լուսամուտներով ավայ, էդ ոնց բացեցիր, вот смотри, вот так закрыто. դե մի ջղի ափսոսը, 2 раз больше, 5 плюс 5, 10 штука. Կարամաս ուտել, Բա տենց մի հանի, Как? սենց վերևից սիրուն բացի, А потом я это устрою как домик. Այստեղ բոլորը այս ձև է, Բարնիներ են բերում, չոկոպայ, չուպաչուպս, հյութ, ներլումա պլիտկա և չուպաչուպսա լինում, հյուրասիրություն ենք էլի անելու, А вот давай эси. Да? կեր, չես համպերում, Мой мишка. Смотри, медведь. դե կեր, Арча. կեր ու գնա լողացի ազիշ ճան, Ույները տարբեր է, ոչինչ չէ, ինչ պետք է եղնի պաչիքների, Արի Գյորգի ջան, կոֆե դնեմ, Հա, դիր խմի գիտեմ։ հա, ես սենց, Էրիկ ջան, բացում ես, թե դու գնում ես լողանաս, հələ բացի սյուն, բացի, մի հատ սոկ դիր, մի հատ պարնի, մի հատ Ցելոֆոնը պետք է օրի հանել։ Հեսա, А? Չէ, առանց ցելոֆոնը չեմ կարող ռենք էլի հա քսած։ չէ, հենա մեզ Մամա, սելոֆոնի զաչի է։ մեջ կտանանք, А зачем? որ Արսենը տանի մանկապարտեզ, У вас это... Արսենի ձեն ռաժդենյան չէր, պետի տանի չէ, Սիրուն դիր, ցելոֆանը չճղվի, մի հատ սոկ, մի հատ պարնի, մի հատ էլ չուպաչուպս, Ահա, դա դու կերապետի դու ես դա։ այսպես սիրուն դնում ենք, Սա ասելի ապրիլ տուտա։ Էի։ բերել ես պուլտերը, Հա, Где? մի քեզ կոֆե դնեմ Գյորգի ջան,